Ստեփանակերտի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի պատմությունը ինչ որտեղ համադրելի է մեր երկրի անցած ճանապարհի հետ։ Հաղթահարելով բազում դժվարություններ, գործելով ստեղծագործելու համար ոչ բարվոք պայմաններում, կենտրոնը կարողացել է ոչ միայն գոյատևել, այլև մի շարք նվաճումներ է ունեցել։ Հաղթանակներ համայնքական ու միջազգային բեմահարթակներում, վառ ու տպավորիչ համարների ստեղծում, ոգևորիչ ստեղծագործական մթնոլորտը այն մեծ ձեռքբերումն է, որով իրապես կարող են հպարտանալ կրթամշակութային այս օջախում։ Նվաճված ազատություն այս խորագիրն էր կրում կենտրոնի սաների ու մռակած պետական կամերային երգչախմբի մասնակցությամբ Արցախի վերածննդի օրվան նվիրված համերգը։ Փետրվար ամիս այն խորհրդանշումը Ղարաբաղյան շարժումը 1988 թվականի փետրվարի 20-ին Լղի մարզխորհուրդը հրավիրեց արտահերթ 20-րդ նստաշրջանը արտահայտելու ժողովրդի կամքը եւ ընդունեց պատմական որոշում տնօրինել սեփական ճակատագիրը։ Երեխաների այսօրվա ելույթներն ինքնին նվաճված այդ ազատության արգասիք են։ Չլիներ այդքան դժվարությամբ ձեռբերված անկախությունը, չէր լինի այս մանուկների ու պատանիների խաղաղ երկնքի տակ ազատ ստեղծագործելու, մանկությունը վայելելու հնարավորությունը։ Երաշտական համարները գունեղ էին, ամեն ինչ տեղը տեղին էր։ Ճաշակով կարված հագուստներ, հայկական ավանդական ու ժամանակակից ոճերի գրագետ համադրում, աշխույժ մատուցում, դահլիճի բարձր տրամադրությունն ապահովված էր։ Մարինե Մկրտչյան, Մերուժան Հայրապետյան, օր։